Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Մայրաթոռում կայացել է երկու հակադիր հավաք՝ ի աջակցություն կաթողիկոսի եւ նրա հեռացման պահանջով։ Գարեգին II հրաժարականի պահանջով եպիսկոպոսները նամակ են ներկայացրել։ Ադրբեջանում ՑՄ հազատազրկում են պահանջել Ռուբեն Վարդանյանի համար։ Ադրբեջանական արտադրության նավթամթերքով մեկ գնացք շարժվել է Հայաստան։ Սեպտեմբերից երեխաների ծննդյան միանվագ նպաստը կդառնա $500,000 դրամ, անկախ նրանից, թե որերորդն է ընտանիքում։ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության նախագիծը։ Մոսկվան հայտարարել է, պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ թրիփի պարամետրերի եւ Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների հետ քննարկել է մեջբերում ենք արտաքին ազդեցության դեմ պայքարի համար ընտրություններից առաջ օգնություն տրամադրելու հարցը։ Քաղաքացիական պայմանագրի մի քանի պատգամավոր չի ընդգրկվի հաջորդ ընտրացուցակում։ Սամվել Կարապետյանը ներկայացրել է երկրի ապագայի իր տեսլականը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սահմանում է Վենեսուելայի նկատմամբ ծովային շրջափակում այն նավթատար տանկերների համար, որոնց վրա ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել։